Ռուսաստանի առաջին ալիքը փորձում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապիկին կապել նացիստների հետ, պնդելով, թե խորհրդային իշխանությունները նրան ժամանակին ազգի դավաճան են հռչակել։ Այս պատմությունը դեռ տարիներ առաջ էր շրջանառվում այն բանից հետո, երբ Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Facebook-ում հրապարակել էր պատերազմի մասնակից իր պապիկի Նիկոլայ Առաքելի Փաշինյանի լուսանկարը եւ տվյալները։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատերազմին մասնակցել են մի քանի Նիկոլայ Փաշինյաններ, որոնց անուն ազգանունները, ծննդյան տարեթվերը եւ մահվան տարեթվերը, նույնիսկ բնակավայրը համընկնում են։ Փաստաթղթերում իսկապես կա Նիկոլայ Փաշինյան անուն ազգանունով անձ, որը հայտնվել է նացիստական փաստաթղթերում եւ կռվել է հայկական լեգիոնի կազմում, սակայն նրա հայրանունը ոչ թե Առաքելի է, ինչպես Փաշինյանի պապիկինն է, այլ Վարդանի։ Ռուսական քարոզչությունը փորձում է նույնացնել այս երկու մարդկանց, անտեսելով ոչ միայն նրանց հայրանունները, այլ նաև մահվան հանգամանքների եւ ծառայության մասին որոշ տվյալներ։ Ըստ խորհրդային փաստաթղթերի Փաշինյանի պապիկը կարմիր բանակի զինվոր էր, որը համարվում է անհետ կորած։ Այսինքն ներկայացված ապացույցը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանի պապիկին, եւ ռուսական քարոզչության պնդումը, թե Փաշինյանի պապիկը ազգի դավաճան է, չի հաստատվում։